Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ցեզի սիրելի արազատներ, բարելույս սեր բոլորին։ Հույսով ամենքը տալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Քարաստորյա մեծ բահոց շրջանի մեջ ենք։ Եվ այս շրջանը սքանչելի առիթ է մեզ յուրաքանչյուրին համար սիրելներ, որբեսի մեր հայացքը գետրոնացնենք մեր հոգին վրա, մեր սրդին վրա եւ տեսնենք թե այնտեղ ինչ դադասկներ, փուշեր աճած են, մեղքի փուշեր, որոնք դժբախտաբար արկել կլան մեր հոգիի աճման եւ դժբախտաբար պատժար կլան մեր գորուստին։ Սիրելիներ, մեղքը ծագող փուշի նման է։ Մեղքը քաղցկեղի նման է, որ առանց դեսնվելու ներսեն գուդե մարդս։ Ինչպես կրնանք փուժվել, ոչ թեղերով, ոչ բժիշկներով, ոչ այլ ոյ մեկ թերապիներով, այլ միայն խոնարեցնելով անձը, զղջումով եւ արդասուքով Աստուծո դիմաց կանգնելու եւ ասելու մեղադեր ները մեղքերս եւ ապաշխարությամբ սիրելներ դիրոջ ողորմությունը խնդրելու։ Մեծ բահոց օրերուն անհրաժեշտ է որ ամեն օր Աստուծո խոսքը ընթերցեք, իսկ Աստուծո խոսքին գողքին նաեւ սիրելներ գտերատրեմ ցեզի որ անպայմանորեն Սուրբ Նարեկացի Մադյան ողբերգության աղոթակիր կգարտակ, որբես ուղեցույց առաջնորդ ցեզի ծեր ապաշխարության կյանքին, ինչպես նաև եկեղեցվո հայրերու քրագանությունը։ Ամեն չորեքշաբթի օր միաստապար կսերդենք արդեն դարիները ի վեր Սուրբ Գրիգոր Նարեկացի Մադյան ողբերգության աղոթակիրքը։ Հասած ենք 50-րդ գլխու սերդողության։ Այսօր պիտի սերդենք 50-րդ գլխու առաջին մասը։ Սուրբ Նարեկացին սիրելներ գլուխ չի գոչեր զանոնք, այլ գոչե փան կնշանակե խոսք եւ միշտալ իր աղոթները Սուրբ Նարեկացին կսկսի ինչպես ի խորոց սրդի խոսք ընդ Աստուծո, սրդի խորերեն Աստուծո հետ խոսակցություն։ Եկեք սիրելներ նախ ցեզի ընթերցեմ քրապար փնորինակը Սուրբ Նարեկացին քրապարով Աստուծո հետ խոսեցավ, լսենք քրապարի ընթերցանության մեջ են Սուրբ Նարեկացիի ցայնը Աստուծո հետ խոսակցության ընթացքին եւ ապա թարգմանեմ ու բացատրեմ զայն ցեզի։ Փան ձա վերստին հավելված գրգին հեծության նորին հսկողի արնույն աղերս մախտանած բանի ի խորոց սրդից խոսք ընդ Աստուծո այդ մաս այլ արդ քանզի որբես ոչ առանց Քրիստոսի Աստուծո ոգվոց փրկություն եւ ոչ առանց դեսման աճած արլույս վարժություն եւ կամ առանց արուսեգին նշուլից արևու երբեք քաղցրություն այսպես եւ ոչ առանց խոստովանության ծածկուտից եւ ըստգդանած անցին կավություն զինչ օգուտ է քեզ մակրությունդ եթե ընդ փարիսեցվույն տադեսցիս եւ կամ զինչ վնասեն զիս բարդիկս եթե ընդ մաքսավորին կովեցայց եւ կամ ուր ասի բարսավյալ մարգարեն հովել երիցս կրտնելով զանցինն երկությունն եւ կամ զի քուցե սրբույն տադաստան արիհիշադակ ավուրն մեծի եւ կամ իբր արդյոք անմաքուր իմասի շրտամփք Եսայի հերին ի կորձոց դանն Իսրայելի եւ զիարդ Աստված բարդավոր բաշտի ատամյան մարմնովն իմույս գարեկցիալ հանցավորաբես ար հայր աղոթել եւ կամ հորս թարգմանի արած արագին թե սիրտ իմաստույն իդան սքո եւ սիրտ անմդին իդան ուրախության զիվոր սխալելն աթամա անցին յուրում ոչ կրեսե եւ զմեղս ամենից ինքյան ոչ համարեսի իբր երջանիկ արկայից ըզ հարցն գորույս զյուրն արտարություն որբես
անախդագիր քո փնությանս եւ ոչ բերգրի սիրտ արզվարտություն երեսած ավետյոք հուսույն ըստ ասացելույն եթե ոչ հարակելույն Քրիստոսի ուսյալ ամենայնիվ ահա ըստ Աստուծո դրտմեսի Սիրելիներ Սուրբ Նարեգացին ամեն մեկ գլուխը որ գկրե նախ նույն ենթախորակիրը գտնե գսե վերստին հավելված գրգին հեծության նորին հսկողի արնույն աղերս մախտանած բանի այսինքն թարգմանաբար նոր հավելում գրգնագի հեծության միևնույն հսկողին բաղադական խոսքի նույն խնդրվածքով կամ կարելի է նաև թարգմանել այսպես նույն այն հսկողին աղերսալից մախտանքներուն ու ողբախարն հեծանքներուն նոր հավելվածը իխորոց սրդի խորերեն խոսք կամ խոսակցություն Աստուծո հետ խոսք առաստված կթարգմանեմ քանիմը դողեր եւ կբացատրեմ գսե Սուրբ Նարեգացին արդ ինչպես որ առանց Քրիստոս Աստուծո չգա հոգիներու փրկություն եւ ոչալ առանց աչքերու դեսողության լույսի զվարճություն եւ կամ առանց արեկագի նշույլներուն երբեք չգա արևի քաղցրություն այդպես ալ առանց ծածուկ մեղքերու խոստովանության եւ ինքզինք մեղադրելու չգա քավություն Սիրելի եղբայրներ եւ քույրեր ամենքս ալ լավ գիտենք եւ աշխարհը պետք է գիտնա առանց Քրիստոսի փրկություն չգա ան որ Քրիստոսի չի հավատար անիկա չի գտնար փրկվել տեսեք սիրելիներ Կորց Կարակելոց Քիրքի 4-րդ գլխու 13-րդ համարին մեջ Պետրոս Արաքյալը Եբրայեցի իշխաններուն ղեկավարներուն ինչ կսե ու բարձրացային գահիդարարե Միայն անով գրնակ փրկվել այսին Հիսուս Քրիստոսով միայն գրնակ փրկվել Աշխարհի մեջ միակն է անիկա որ Աստված մարդոց տվավ որբեսի անոր անունով գարենանք փրկվել Հետևաբար առանց Քրիստոսի չկա փրկություն ոչ մեկ ձևով ոչ Մովսեսին հավատացողները պիտի փրկվին ոչ Բուդդային հավատացողները ոչ Կրիշնային հավատացողները ոչ Մուհամմադին հավատացողները ոչ որտեվ Հիսուս ինքն է փրկիչը արդեն Հիսուս անունը կնշանակե փրկիչ Ինք եկավ որբեսի փրկե մարդկությունը ինք Աստուծո որդի Աստվածն է եւ հետեւաբար Հիսուս ինքն է միակ փրկության միջնորդը Աստուծո եւ մարդու միջեւ միակն է որ իր արյունով Քրիստոս հաշտեցուց մարդիկը Աստուծո հետ ով որ գավდა Հիսուս Քրիստոսի եւ Գաբրի անոր խոսքերուն մեջ անիկա պիտի փրկվի Նույնպես ալ սիրելիներ, ուրեմն առանց Քրիստոսի, ինչպես որ առանց Քրիստոսի չկա փրկություն, նույնպես ալ գսեն արեգացին առանց աչքերու դեսողության կարելի չէ ուրախանալ, կարելի չէ դեսնել եւ ուրախանալ։ Գրնակ երևակայել մարդը, Աստված մարդը ստեղծեր առանց աչքերու։ Բահմը ծեր աչքերը փակեցեք սիրելիներ։ Տեսեք ամեն ինչ ծեր դիմաց կխավարի։ Հետևաբար, երբ որ մեկը աչք չունի, դեսողություն չունի, ուրախություն չունի։ Անշուշտ բացի անոնք որոնք սիրելներ իսկապես ներքին հոգի բաց աչք ունին եւ գտեսնեն հոգեվոր հարստությունը գտեսնեն, բայց նարեկացին համեմատությունը գնե։ Ուրեմն ինչպես որ առանց Քրիստոսի փրկություն չկա, առանց աչքերու դեսողության ուրախություն չկա, կամ առանց արեքագի նշույլներուն, շողերուն Գարելի չէ արևին քաղցրությունը զգալ, այդպես ալ գսել նարեկացին, առանց անձը խոնարեցնելու եւ իր անձին մեղավոր ըլլալը ընդունելու, առանց ճշմարտաբես ծածուկ կործած մեղքերը խոստովանելու, քախնի ծածկածները դուրս հանելու եւ մանավանդ առանց իր անձը բարսավելու, հանդիմանելու, մեղադրելու մեղքերու կավություն չկա։ Սիրելիներ, եթե գուզենք մեր մեղքերը ներվին, կավվին, ապա պետք է խոստովանենք։
խոստովանանքը շատ կարևոր է։ Նույնիսկ անոնք, որոնք եկեղեցական պիտի ցերնատրվին, քահանա, վարդապետ, ինչ որ պիտի ցերնատրվին, եպիսկոպոսը սիրելներ խարդավիլագին, այսինքն այն գրոնավորին, որ գարաչնորդ է իրեն եկեղեցու խորանին գարաչ գմոդեցնե տեգնածուները, նորընձայալները, գահարցնե եպիսկոպոսը ունին հոգևոր խոստովանահայր։ Շատ կարևոր է, որ ամեն մարդ խոստովանահայր ունենա։ Խոստովանահայրը հոգևոր հայրն է, որ մեզի սիրելներ ուղղություն կտա հոգևոր կյանքի մեջ։ Հիսուսի անունով, ամենասուրբ երրորդության անունով գարցակե մեզ մեր բոլոր մեղքերեն։ Երանի թե այսօր մենք այնքան մեծ տիվով սուրբ գրոնավորներ ունենք, որ մեր ժողովուրդը թիմեր խոստովանահոր։ Ասիկա բոլոր եկեղեցիներ ունին սիրելներ։ Եվ գրոնավորները սրբագենցաղ կյանքով պետք է ապրին, որպես իսկական խոստովանահայր լան, ոչ թե ձիսագադար քահանաներ, ոչ թե բարձաբես արակ բսագնեն, գնուն կնեն, թաղումնեն, երկու հրուշ առնեն եւ վերջանա, ոչ, այլ խոստովանահայր, որ քախնի բահե բոլոր մարդոց խոստովանությունները իր մեջ եւ արդյունքով Աստծո դիմաց բերե եւ ներում խնդրե իր հոգեվոր զավակներուն համար։ Ուրեմն խոստովանությունը շատ կարեւոր է սիրելներ։ Նայեցեք, նույնիսկ Հակոբոս դիարնեղբայրը իր քրած նամակի 6-րդ գլխուն մեջ, վերջին գլուխն է, գսե շատ կարևոր խոսքը 16-րդ համարի մեջ, Հակոբոս 6:16։ Հետևաբար ծեր մեղքերը իրարու խոստովանեցեք։ Ինչ սիրելներ օգուտ ունի գիտեք, երբ մեղքերը խոստովանենք։ Տեսեք ինչ կսե Հակոբոս դիարնեղբայրը։ Հետևաբար ծեր մեղքերը իրարու խոստովանեցեք եւ իրարու համար աղոթեցեք, որբեսի բժշկվիք։ Որովհետև արդարի աղոթքը աստեցիկ է եւ մեծապես կօգնե։ Այո, սիրելներ, շատ կարեւոր է խոստովանությունը, որբեսի բժշկվենք։ Ինչպես որ երբ հիվանդ ենք սիրելիներ, գերտանք բժշկին եւ գխոստովանենք եւ մեզի թերը գուտա, թարմանու գուտա մեր հիվանդության, այդպես ալ հոգեվոր հայրերը գոչված են խոստովանահայրը լալու եւ երբ երթանք անոնք թերը պետք է տան մեզի։ Նաեւ սիրելներ Հովանես Արաքյալ իր առաջին Հովանու նամակի առաջին գլխու 9-րդ համարի մեջ հետեւյալը գսե. Եթե խոստովանենք մեր մեղքերը, վստահ եղեք թե Աստված, որ արդար է, պիտի ներե մեր մեղքերը եւ մեզ պիտի սրբե մեր բոլոր անիրավություններն։ Լսեցիք, եթե խոստովանենք մեր մեղքերը։ Ահա թե որքան կարեւոր է եկեղեցի աջախելը։ Մարդիկ կրնան ասել, ես դունս ալ գաղոթեմ, այո դունդ գաղոթես, բայց դունդ ներում չես ստանար։ Պետք է երթաս խոստովանիս։ Պետք է սուրբ հաղորդությունը ստանաս։ Դանդ մեջ ինչպես Քրիստոսի մարմին եւ արյունը պիտի ստանաս։ Ինչպես հոգեբես խիղճդ պիտի հանգստանա, որ դու ներվեցար քո մեղքերդ։ Ամենք սա գիտենք սիրելներ, եւ որ ծանր մեղքերու մեջ ենք, նույնիսկ բարձ մեղքերու մեջ, երբ կացած խոստովանած ենք, հաղորդված ենք, դուրս ելած ենք ամբողջությամբ տեթևծած, մաքրված, իսկ երբ չենք խոստովանած, ծանրացել է այդ բոլոր մեղքերը մեր վրան։ Հետևաբար անոր գխոստովանի այդ մեկը սիրելներ իր անօրենություններեն կմաքրվի։ Հաջորդ դողերու մեջ նարեկացին գսե, որովհետև ինչ օգուտ քեզ քու մաքրութեն հետ, եթե փարիսեցին հետ պիտի թադվիս, եւ կամ ինչ վնաս ինձի իմ մեղքերես, եթե մաքսավորին հետ պիտի քովվիմ։ Սիրելներ սուտ նարեկացին իր մտքի մեջ ունի Հիսուսի պատմած փարիսեցին եւ մաքսավորին արագը, զոր գրնա կարդալ Ղուկասու ավետարանի 18-րդ գլխուն մեջ սիրելներ։ Անպայմանորեն գարտացեք ամբողջությամբ 9-ն մինչև 14 համարները։ Ես բարձաբես ամփոփում եմ ցեզի։ Ուրեմն Հիսուս կպատմե թե ինչպես երկու օկիներ դաջարկացին։ Մեկը փարիսեցի էր, եւ փարիսեցին կանգնած
Սկսավ Աստուծո դիմաց ինքզին կովել եւ ինչ ասել Աստված իմ շնորհակալ եմ քեզ մե որ ուրիշ մարդոց նման հապշտագող անիրավ շնացող չեմ կամ այս մաքսավորին բեսալ չեմ այն խոսքով ինքզին բախտadեց մարդոց հետ եւ դեսա որ ինքը սուրբ է ինքը մակրամակուր է սկսավ վերեն նայել մարդոց մարդիկը տեսնել որպես մեղավոր եւ ինքզին տեսնել որպես արդար Եվ ապա շարունակեց ասելու Աստծո որ ես ձոն կպահեմ դասանորդ կուտամ եւ այլն Իսկ մաքսավորը ինչրավ մաքսավորը հերուն կանգնած համարցակություն չուներ մոդենալու Աստուծո դաջարին արչեվը աչքերը երգին չեր գնար փարսացնել այլ խոնարած գուրծ կծեծելով գսեր Աստված ները ինձ մեղավորիս Եվ սիրելիներ Ով արդարացավ Փարիսեցին մարդոց աչքին երբ որ Փարիսեցիմը մարդիկ տեսնեին այդ ժամանակ հին ժամանակ գսեին որ ասիկա արդար մարդ է իսկ մաքսավոր որ տեսնեին գսեին որ ասիկա մեղավոր է պիտի գործվի բայց ով է սիրելիներ որ պիտի եզրակացնե թե մարդը արդար է կամ մեղավոր միայն Հիսուս Քրիստոս ինքն է տադավոր ճշմարիտ տադավորը իր մեզ հատ ուրիշ տադավոր չկա կարդացեք Հովանու ավետարան 5-րդ գլուխը Ինքն է տադավորը Մարդիկ սիրելներ հաջախ իրենց տադումի մեջ սխալ են Գրնա մեկը ինձի տեսնել ասել որ տրախտ պիտի երթա դա Աստված ամեն աղոթեցեք ինձի պես մեղավորին համար Եվ ուրիշին տեսնել ասել որ թժող պիտի երթա բայց եթե ես մարդոց մեջ ծածուկ բայց ոչ Աստծուց մեջ ծածուկ մարդոց մեջ ծածուկ Անօրենությանց մեջ եմ, մեղքերու մեջ եմ, գեղձավոր եմ, մարդոց կերևիմ սուրբի պես, թուրսեն կահանա, ներսեն սատանա, և Աստված կտեսնի այդ բոլորը, ապա Աստված զիս թժող մի ղրգե, Աստված մի արաս է, իսկ մույսին, որում մարդիկ քննադատեցին, գրնալալ, որ անիգա իսկական մաքրամաքուր մարդ է, ավելի մաքուր քան եկեղեցագամը, և հետևաբար տրախտ երթա Հետևաբար դեսեք ինչ ասավ Հիսուս այս արագը պատմելեն վերջ եզրակացուց ճշմարիտ կսեմ ցեզի մաքսավորն է որ արդարացած դուն կրած եւ ոչ թե փարիսեցին որովհետեւ ով որ իրանցը կփարշացնե պիտի խոնարի եւ ով որ իրանցը կխոնարեցնե պիտի բարձրանա Ղուկաս 18:14 Սիրելներ Աստված է տադավորը եւ ամեն ինչ կտեսնե Փարիսեցին մարդոց աչքին արդար գերեվար, բայց Աստուծո աչքին բիղձ համարվեցավ։ Հագարագնալ մաքսավորը մարդոց աչքին բիղձ գերեվար, բայց քանի որ ինքզին խոնարեցուց, քանի որ խոստովանեցավ իր մեղքերը, զղջաց, հետևաբար արդարացավ եւ դերը քնադեց այն։ Ըսա որ մաքսավոր արդարացած դուն քնած Սուրբ Նարեկացին հիմա հբարտ մարդուն դեսեք ինչ կսե Ինչ օգուտ քեզ քու մաքրութենետ եթե նաև թուն փարիսեցին հետ պիտի դադարդվիս Ինչ օգուտ քու մաքրութենետ ինքզինքդ մաքուր գարձե Մարդիկ կանգնեն ինչու ես մեղ գործած եմ ես մաքրամաքուր եմ ես բամարած չեմ Նարեկացին այդպիսի ինգս այդպիսի հբարտ մարդուն գսե Ինչ օգուտ քու մաքրութենետ եթե փարիսեցին հետ պիտի դադարդվիս Եվ մյուս կողմը գսե ինչ վնաս ինձի իմ մեղքերես Եվ որ խոստովանիմ եւ որ խոնարեցնեմ անցը զղջամ եւ մաքսավորին հետ այդպիսովալ պիտի կովվիմ Որ մեկ լավ է սիրելներ մարդոց աչքին մաքուր երևալ բայց գեղձավոր փարիսեցի լալ Աստուծո աչքին ու դադարդվիլ թե ոչ մաքսավորին պես մեղավորը լալ խոնարեցնել իրանցը զղջալ արցունք տապել եւ Աստուծո կովքին արժանանալ ու փրկվել արտարանալ մտածենք այս մասին ահա Քարաստորյա բայցողության ժամանակը սկանչելի արիթ է որ մեր անգերձ անցը դուրս հանենք
անգեց կրնանք մարդոց խապել սիրելներ, բայց չենք կրնար մենք մեզ եւ մանավանդ Աստված խապել, չենք կրնար, գրնանք մարդոց ուրիշ ցևով երևիլ, բայց ինչպես պիտի ծածկենք մենք մեզ մեր անցեն, մենք կճանչնանք չէ ով ենք մենք, իսկ Աստված մարդոց թեմքին չի նայիր, ոչ այլ մարդոց խոսքին գնայի, այլ մարդոց սրդին գնայի, եթե դերը այս պահուն սրդիս նայի եւ միշտ գնայի, ամեն վարքյան դերը գնայի բոլորի սրդին, ինչ կսեմ մեր մասին, չանք մի տապեք սիրելներ, հոգ մի ենեք թե մարդիկ ինչ կսեն ծեր մասին, այլ հոգրեք մանավանդ, թե Աստված ինչ կսե ծեր մասին, Աստված ինչ կսե իմ մասիս, մարդիկ կրնան շատ բաներ ասել, կրնան սրբացնել մեզ, կամ վատ բաներ ասել, բայց կարևորը Աստված ինչ պիտի ասե, տեսեք Հիսուս այստեղ եզրագացուց կսե ավետարանիչը, Հիսուս եզրագացուց, որ մաքսավոր արդարացած դուն գնաց, հաջորդ դողերը, եւ գամ ուր ըստված է թե հովել մարգարեն բարսավված է իր անցին թշվառությունը 3 անգամ գրտնած ըլլալուն համար, երբ մարդ սիրելներ ինքզինք հանդիմանե գշտամփե, երբ մարդ ավաղե ինքզինքը հանդիմանե, միթե գմեղատրվի այդպես նելուն համար, եթե մենք սիրելներ իսկապես մենք մեզ մեղատրենք, մեր գուրծ կձեձենք, հանդիմանենք մենք մեզ, ադորամար կմեղատրվինք, ոչ, կքովվինք, միթե գսե նարեգացին ովևէ մեկը բարսավեց, այսին հանդիմանեց, հովել մարգարեն, 5 դագարանի հովել մարգարեն, երբ 3 անգամ իր անցին եղգելիությունը հանդիմանեց, եղգելիություն, այսին իր թշվառությունը հանդիմանեց, կարդացեք հովելի մարգարեության առաջին գլխու 15-րդ համարը, մեկը հանդիմանեց ինք, եթե սիրելներ մենք հանդիմանենք մենք մեզ, ուրիշ մեկը մեզ կհանդիմանա, այսելու համար որ ինչ կնես, ինչու համար կհանդիմանես դուն քեզ, հաջորդ դողը, եւ գամ սրբագյացը գրնա դադարդվիլ մեծ օրը հիշելուն համար, մեծ օրը սիրելներ որ օրն է, դիրոջ կալուստին օրն է, Թադաստանի օրն է, ահեղ Թադաստանի օրը, եթե սուրբը, սրբագենցաղը, հավատացյալը, մեծ օրվան մասին մտածե, հավիտենական Քրիստոսի երկրորդ կալուստին եւ հավիտենական դադարդության մասին մտածե, մեկը գրնա մեղատրել զինք, որ ինչու համար կմտածես հավիտենական դադարդության մասին, սիրելներ հովելի մարգարեության մեջ հետևյալը կգարտանք, երկրորդ գլխու առաջին համարի մեջ, Սիոնի մեջ փող ընչեցուցեք, ահազանգ թող լսվի սուրբ լերանս վրա, երկրին բոլոր բնակիչները թողան քանզի դիրոջ օրը գուքա, արդ, ովևէ սուրբի, ովևէ սրբագենցաղ անցի կարելի է, ինչպես որ կարելի չէ դադարդել սիրելներ մեղատրել, դիրոջ կալսյան օր հիշելուն համար, այդպես ալ մենք սիրելներ երբ հավիտենական կյանքի մասին մտածենք, եւ պետք է մտածենք, այդ ժամանակ ոչ ոք կրնա մեզ մեղատրել, այդ ժամանակ մենք սիրելներ մեր կյանքը գուղենք, ոչ ոք կրնա մեղատրել սուրբը, բայց սուրբը կրնա ինք մեղատրել մարդիկը, անօրենները, որ չլսեցին իր խոսքին, ագան չդվին իր ասացին, հաջորդ դողը, եւ գամ ինչպես բղձաշուրթն պիտի համարվի Եսայի, երբ ինք հերու մնաց Իսրայելի դան կորձերեն, Եսայի մարգարեի 6-րդ գլխու 5-րդ համարի մեջ կգարտանք, որ Եսային գսե, որ ես բղձաշուրթն ժողովրդին մեջ մնացի, որովհետև աչքերով դեսավ զաստված, դեսավ թե ինչպես սերոպեները, կերոպեները իրենց թևերով աչքերը փակած, 2 թևերով գտրչեին եւ 2 թևերով իրենց մարմինը ծածկած, սուրբ դեր զորության սկերկեին, եւ Եսային ինք ըսավ որ ահա պիտի գործվիմ, եւ երբ Աստված ինք ուզեց ղրգել, ըսավ ես բղձաշուրթ եմ,
բիղ չրտեր ունիմ եւ ռեշտագի աստուծո զոասեղանեն արավ ածուխը եւ շրտները այրեց գրագով մաքրեց հիմա այստեղ նարեկացին գսե ինչպես բղձաշուրթը պիտի համարվի Եսային ինչպես կրնա բղձաշուրթը համարվել ինքը բիղծպերան համարվել երբ ինք Եսային իր ժողովրդին կործած անորեն մեղքերեն հերու մնաց նույն հավոր մեղքերը չկործեց ընդհակառակը Եսային քարոզեց ժողովրդին որ դուրս կար իր այդ վիճակեն թե ոչ քերության պիտի դարբեր եւ հրյա ժողովուրդը քանի որ մտիկ չրավ Եսայի մարգարեի խոսքին եւ շարունակեց մեղքեր կործել ապա Բաբելոն կերևարվեցավ հիմա նույն ցևով սիրելի եղբայրներ եւ քույրեր եթե աստուծո խոսքը մտիկ չեն գներ եթե եկեղեցու սուրբ հայրերու քրություներու մեջ եղած աստարարությունները չենք լսեր եւ շարունակենք մինչեւ վերջ մնալ մեղքերու մեջ ապա ոչ թե Բաբելոն պիտի կերևարվինք այլ թժողք հավիտենական գորուստ եւ ինչու համար կերևարվինք եւ որ Աստված սիրելներ գուզե մեզ բրգել Եզեկիելի մարգարեին բերնով Աստված կսե 18-րդ գլխու 21-23 համարներում մեջ որ ես մեղավորին մահը չեմ ուզեր այլ անոնց դարձի եւ բրգությունը ես կներեմ եւ հավիտյան չեմ իշեր այսպիսի կտած Աստված ունինք եւ այսպիսի կտություն գծուցաբերե դերը մեր նկատմամբ եւ մենք մեր ոտքով հրենք այդ կտությունը հաջորդ դողերը եւ գամ ինչպես Աստված աթամյան մարմինով մեղաբարտ հաշվվի երբ գարեկցելով ինձի իբրև հանցավոր հորը աղոթած ըլլալուն համար այստեղ եւ որ Աստված կսե սուբնարեկացին գասկնա Հիսուս Քրիստոսը որովհետեւ Հիսուս Քրիստոս Աստուծո որդի Աստված է եւ Հիսուս Քրիստոս ինչրավ Հիսուս Քրիստոս ինք հավիտենական ժամանակներեն առաջ հորը հետ գոյություն ուներ երկնքի մեջ ինչպես նաեւ Սուրբ Հոգին հետ հայրը որդին եւ Սուրբ Հոգին երեքն ալ հոգի էին բայց ժամանակներու ավարտին որդին հաջեցավ մարմնանալ մարտանալ հետեւաբար իր վրա արավ աթամյան մարմինը աթամի մարմինը մեր մարմինը մարմնացավ մարտացավ ճշմարտաբես ինչպես կսե մեր հավատամքի մեջ սիրելի քույրեր եղբայրներ եւ երբ որ Հիսուս մարմնացավ մարտացավ ծնավ գադարելաբես վասը մերո փրկության երբ Գեթսեմանի բարդեզի մեջ վերջին աղոթ կրավ լսավ հայր եթե գնաս այս բաժակի ինձ մերացու ոչ թե իմ գամքովս այլ քու գամքի համացայն եւ հայրը ուզեց որ դարաբանկի բաժակը խմե որդին եւ Հիսուս որ ամեղն էր այդ դարաբանկի բաժակը խմեց մեր մեղքերուն փոխարեն իմ մեղքերս իր վրա արավ քու մեղքերը իր վրա արավ ով սիրելի եղբայր ով սիրելի քույր մեր բոլորի մեղքերը արավ եւ հիմա նարեկացին գսե քանի որ Աստված Աստծո որդին Հիսուս Քրիստոս աթամյան մարմինով աղոթեց իր հորը հետեւաբար մեղավոր կհամարվի մեղաբարտ կհամարվի ոչ ինչու որովհետև մեզի համար այդ դարաբանկը գրեց մեզի համար անեցքի դեր դարձավ որբեսի մեզ փրկե հաջորդ դողերը եւ գամ ինչպես բացադրել սա արած արագը թե իմաստունին սիրտը սուքի դան մեջ է իսկ հիմարին սիրտը ուրախության դան մեջ այս խոսքը արտված է ժողովողի 5 դագարանի ժողովողի քիրքեն 7-րդ գլխու 4-րդ համարեն Սողոմոն իմաստունը գրած է եւ ասել գուզե սուբնարեկացին եթե իմաստունը սուքի դան մեջ գտնվի ուրեմն ինքալ սկավոր գլա եւ գամ եթե հիմարը ամմիտը ուրախության դան մեջ գտնվի ուրեմն իր հիմարութենեն իր դիքիդութենեն ազատած կլա ոչ հիմա շարունակությունն այցեք ինչ կսե նարեկացին որովհետև ով որ աթամի սխալը իր անձին չի վերակրեր եւ ամենու մեղքը իրենը չի համարեր ինչպես կներ թակավորներու մեջ երջանիկը այսին Դավիթ հայրերուն մեղքերը իրը սեբելով
Այնպիսին կգործընծնե իր արտարությունը, ինքզինք մարդկային բնության մեղքերեն զերծ գարձելով։ Այսինքն, եթե մեկը սիրելներ ատամի նման ինքզինք սխալական չհամարե եւ ատամի կործած սխալը իր անձին եւս չվերակրե, նույնպես եթե ուրիշներուն մեղքերը իրենը չհամարե, բնութենագից ըլլալով ուրիշներուն հետ, որովհետև սիրելներ ատամ մեղանչեց, եւ քանի որ մենք ամենքս ատամեն սերած ենք, հետեւաբար ինչպես որ այսօր բժշկականորեն փաստված է որ ժառանգական հիվանդություններ կան, այդպես ալ մենք ժառանգեցինք ատամի մեղքը, մեր նախահոր, նախածնողին մեղքը, եւ քանի որ ամենքս ալ մարդ ենք, ամենքս ալ մեղքեր ունենք, երբեմն նույնանման մեղքեր, երբեմն առավել կամ նվազ, բայց ամենքս ալ մեղքեր ունենք, չկա մեկը որ անմեղ է, հետեւաբար սիրելներ, եթե ովևէ մեկը այդ մեղքերը ինքզինքը այդ մեղքերեն վեր կգացուցանե եւ գսե որ ես մեղք չունիմ, ինչպես այսօր վարժված ենք հաջախսերու, ես ինչու մարդը սպաններ եմ, ես մեղք չունիմ, բայց չեն գիտեր որ սիրելներ ամենքս ալ մեղավոր ենք Աստուծո աչքին, որովհետև նույն բնություն ունենք ամենքս։ Եվ հետևաբար նույն բնության մեղքերն է որ գործածենք, ով որ ինքզինք վեր գտասե ուրիշներեն, գտարնա գնմանի փարիսեցի նման, որ ինքզինք վեր տասեց բոլոր մարդոց մեյը մաքսավորեն եւ գգործընծնե իր արդարությունը։ Այո, գգործընծնե իր արդարությունը։ Ինչու՞։ Որովհետև ով որ ինքզինք սիրելներ արդար գամարե, անմեղ գամարե, եւ ասե որ ես մեղ չունիմ, սդախոսանած գլազ Աստված։ Ինչու սդախոսանած գլազ Աստված։ Որովհետև հիմա գսեմ Աստված կհայտարարե սուրբ գիրքի մեջ որ անմեղ մարդ չկա։ Տեսեք այս մասին առաջին Հովանու նամակի առաջին գլխու 8 եւ 10 համարներուն մեջ Հովանես Արաքյալը հստակ կերպով այս մասին գխոսի ու գսե։ Առաջին Հովանես, առաջին գլուխ 8-րդ համարը նախ կարտամ։ Եթե ասենք մեղք չունենք, մենք մեզ գխապենք եւ մեր մեջ ճշմարտություն չկա։ Ան որ գսե մեղք չունի, սդախոս է։ Ով որ ըլլա, կորոնավոր, աշխարհական, ղեկավար, ով գուզելա, ով որ գսե թե մեղք չունի, ինքզինք խապե եւ իր մեջ ճշմարտություն չկա, սդախոս է։ Թերավերին 10-րդ համարի մեջ Արաքյալը գսե։ Եթե մեղք չգործեցին գսենք, սդախոս կանենք Աստված եւ մեր մեջ իր խոսքը չկա։ Ինչու՞։ Որովհետեւ սիրելներ Աստված գսե։ Օրինակ Ժողովողի քրքի մեջ 7-րդ գլխու 20-րդ համարի մեջ կարտանք։ Եգրի վրա արդար մարդ չկա, որ աղեգություն ունե ու մեղք չգործե։ Չկա արդար մարդ, որ աղեգությունն է լավ բարիք ընե եւ մեղք չգործե։ Ամեն մարդ ալ մեղավոր է։ Դակավին Հռոմայեցիներու նամակի 3-րդ գլխու 10-12 համարներու մեջ հետեւյալը գսվի։ Մեկ հադիկ արդար իսկ չկա։ Մեկ իմաստումը չկա իմաստումը որ Աստված պնդրե։ Ամենքն ալ խոդորեցան, բոլորն ալ անբետ դարձան։ Չկա մեկը որ շիդագը կործե, չկա մեկը, ոչ իսկ մեկը։ Այս համարները նույնիսկ առնված են սիրելներ Սամոսեն, 14-րդ Սամոսեն, մեկեն 3 համարներ։ Բոլոր մարդիկ մեղանչեցին եւ Աստուծո փարգեն զրկված կմնան գսե Պողոս Արաքյալ Հռոմայեցիներու նամակի 3-րդ գլխու 13-րդ համարի մեջ։ Ուրեմն չկա մեկը որ արդար է։ Չկա մարդ որ ապրի է մեղ գործած չլա։ Եվ քանի որ մեղավոր ենք եւ քանի որ մեղքին վարձքը մահ է գսե Պողոս Արաքյալ Հռոմայեցիներու նամակի 6-րդ գլխու 20-րդ համարի մեջ, ուրեմն ամենքս ալ արժանի ենք սիրելներ գործվելու։ Արժանի էինք, բայց փառք Աստծո, որ Տեր Հիսուս Քրիստոս եկավ եւ մեր բոլորի մեղքերը վրա առավ ու մեզ հավիտենական կյանք տվավ։ Կմնա որ սիրելներ խոնարհինք իր դիմաց, զղջանք մեր մեղքերը, խոստովանենք, որպես Քրիստոսի արունով փրկվենք եւ հավիտենական կյանք շարունակենք։ Արդ ովևէ մեկը
չտադենք իր կործած մեղքին համար, մենք մեզ անմեղանչական գարձելով, մենք մեզ արդար գարձելով։ Այս իմաստով սիրելներ Տեր Հիսուս Քրիստոս ինչը սավ Մատթեոսի ավետարանի 7-րդ գլխու մեջ առաջին 5 համարներու մեջ մի տադեք ուրիշները որբեսի Աստված ալ ցես չտադե որովհետև ինչ սկզբունքով որ ուրիշները տադեք Աստված անով պիտի տադեցես եւ ինչ չափանիշ որ կործածեք նույնը Աստված պիտի կործածեցես տադելու համար ինչու եղբորդ աչքի մեջ եղած շուղը գտեսնես եւ չես անդրադառնար թե աչքիդ մեջ քերան գա եղբորդ աչքի մեջ բզդիկ շուղ մը գա դախտակի բզդիկ փշուր մը գա բայց քո աչքիդ մեջ հաստ քերան գա Կամ ինչպես եղբորդ կսես ցկե որ աչքիդ մեջ եղած շուղը հանեմ երբ որ քերան ունիս աչքիդ մեջ գեղձավոր նախ աչքիդ մեջ են քերանը հանե որ գարենաս հստակ տեսնել եւ ապա միայն եղբորդ աչքին շուղը հանել Ահա սիրելներ տեսնեք որ Աստուծո խոսքը իմանալը շատ կարեւոր է եւ այստեղ Սուրբ Նարեգացին գբերե Դավիթ թագավորին օրինակը եւ գսե Դավիթ թագավորը գոչե արքաներու մեջ երջանիկը իսկապես որ արքաներու մեջ թագավորներու մեջ երջանիկներ Դավիթ որովհետեւ Քրիստոս անոր սերունդն էր որ աշխարհ պիտի կար եւ Հիսուս պիտի գոչվեր Դավիթի որդի նաեւ Մարգարեական անունն էր ասիգա Մեսիային անունն էր Մեսիական անուն էր Քրիստոսի Դավիթի որդի Հիշեցեք ամեն անգամ որ Հիսուս կգալեր գույր մը գաղաղագեր Դավիթի որդի ողորմենցի Իսկապես որ երջանիկ էր Դավիթ թագավորներու մեջ բայց Դավիթ ինչ ըրավ Դավիթ հայրերուն կործած մեղքը իրալ մեղքը համարեց օրինակ 106-րդ Սաղմոսի 6-րդ համարի մեջ Դավիթ մարգարեն գսե Արտարե մեր հայրերուն պես մենք եւս մեղք կործեցինք Անօրենություն եւ հանցանք կործեցինք Ահա մենք ամենք սալ սիրելներ քանի որ գծորդ ենք աթամի քանի որ իր մե սերածենք ինքն է մեր նախահայրը հետեւաբար ինչ որ ինք մեղ կործեց մենք ալ մեղսագից ենք անոր եւ այս կե որ գուք այս խաղապարեն է այս ճշմարտությունները որ գուք սիրելներ աթամական մեղ գոչված է սկզբնական մեղ գոչված է ամենք սալ այդ մեղքին դագնենք եւ վերջապես վերջին ուրեմն քանի մը դողերը կթարգմանեմ նարեկացին գսե այդպիսին սիրտը չի փերգրիր զվարթացնելու համար երեսը հույսի ավետիցներով ինչպես ասված է եթե Քրիստոսի արաքյալեն սորվելով գադարելաբես չդրտմի Աստուծո բանջածին համացայն Մարդու սիրտը սիրելներ ճշմարտապես չի գրնար փերգրիլ, չի գրնար ուրախանալ հույսի ավետիցներով երեսը զվարթացնելու համար ինչպես որ Սողոմոն իմաստունը գրած է Արագած գրքի 15-րդ գլխու 10-րդ համարի մեջ ասելով որ ուրախ սիրտը երեսը կզվարթացնե եւ որ մեկու սիրտը ուրախ է այդ ուրախությունը ամիջապես ուր գարդացոլվի թեմքին վրա իսկ որ մեկը դխուր է ամիջապես իր թեմքին վրա դխրություն գարդացոլվի հետեւաբար սիրելներ հիմա եթե մարդ գուզե ճշմարտապես ուրախանալ գուզե որ իր սիրտ ուրախանա եւ թեմքին վրա այդ հույսի ավետիսը փայլի ապա մարդ նախ պետք է Աստուծմով դրտմի գսե նարեգացին դրտմեցնե Աստուծո բահանջած դրտմությունով միտեսեք հայր բարտև ինչպես մարդ կրնա Աստուծմով դրտմիլ ոչ թե Աստուծմով դրտմիլ այլ որովհետև Աստված ոչ թե դրտմություն կբերե բայց Աստված սիրելներ քանի որ ցավ գուդա եւ այդ ցավը դրտմություն կբերե մարդուն ինչու համար ցավ գուդա որովհետև գուզե մենք ապաշխարենք գուզե մեզ սրբակրե ոչ թե ցավ գուդա մեզ գործանելու համար ցավ դալու համար եւ ինքը ծիծաղելու մեր վրա այլ Աստված սիրելներ Աստծո դված դրտմությունը ցավը
մեզ ուրախացնելու համար է, մեզ սրբակրելու համար է, ապաշխարության դրդմությունն է անիկա։ Հետևաբար ով որ ապաշխարության դրդմութեն չանցնիր, չի գնար ուրախանալ։ Անոր սիրտը չի գնար ուրախանալ։ Անոր երեսը չի գնար ջարակ հայտել հույսի ավետիստերով ուրախությամբ։ Այս մասին սիրելիներ Պողոս Արաքյալը գսե երկրորդ Գորընթացներու նամակի 7-րդ գլխում մեջ ես պիտի ընթերցեմ ցեզի 9-11 համարները։ Տեսեք ինչ գսե Պողոս Արաքյալը։ Ուրախ եմ հիմա գսե Արաքյալը Գորընթացներուն։ Ոչ թե ցեզ դրդմեցուցած ըլլալուս համար, այլ որովհետև այդ դրդմությունը բաժար եղավ որ ծեր վարմունքը փոխեք։ Հարց մգար Գորընթացներուն մեջ եւ խիստ նամակ գրեց Պողոս Արաքյալ առաջին նամակը գրեց։ Հիմա երկրորդ անգամ Դիդոսը իր աշակերտը վերադարձավ, իրեն լավ լուրեր տվավ, որ ուրեմն Դիմոթեոս ներողություն շատ լավ է ամեն ինչը եւ այլն եւ քու նամակը արդյունք տված է, ադորաբար Պողոս Արաքյալը գսե որ ուրախ եմ հիմա ոչ թե ցեզ դրդմեցուցածը լալուս համար, այլ որովհետեւ այդ դրդմությունը բաժար եղավ, որ ծեր վարմունքը փոխեք։ Երբեմն սիրելիներ, ինչպես զնողները խիստ խոսք մը գսեն, գդրդմեցնե մեր օքին, բայց անիգա բաժար գլա որ երեխան սրբակրվի գամ հոգևոր հայրը խոսք մը գսե գրնահավատացյալը աստվիլ բայց երբ որ երկար ժամկետի վրա գտեսնե որ այդ խոսքը արիթ եղավ բաժար եղավ որ ինքը սրբակրվի եւ հետեւաբար տեսեք դրդմությունը ինչի վերածվեցավ ուրախության կշարունակեն արեգած Պողոս Արաքյալը եւ գսե եւ որովհետեւ ծեր դրդմությունը աստուծո կորձին զարայեց ես բեք չունիմ այլևս խստությամբ կալուցեզի Քանի որ արդեն սրբակրվեցաք, նորեն խստությամբ պիտի չկրեմ։ Հիմա շատ կարևոր նախատասությունը այս 10-րդ համարի մեջն է։ Գսե Արաքյալը։ Աստված երբեմն մեզ գծավցնե, փարացի գդրդմեցնե։ Ապաշխարության միջոցով փրկության առաջնորդելու նպատակով, որուն համար չենք զղջարբնավ։ Եվ որ Աստված մեզ գծավցնե, գդրդմեցնե, ապաշխարության սիրելիներ միջոցով Փրկության առաջնորդելու համար գնե Աստված մեզի ոչ թե մեզ գործանելու համար այլ ապաշխարության առաջնորդելու համար եւ հիմա Աստուծո դրդմեցուցածին Աստուծո ցավ բաժարածին եւ աշխարհի ցավ բաժարածին դարբերությունը գայտնի Արաքյալը եւ գսե մինչդեռ աշխարհին ցավը փարացի գերբով դրդմությունը մահվան առաջնորդ է տեսեք Աստուծո ցավցուցածը Աստուծո դրդմեցուցածը մեզ Ապաշխարության միջոցով փրկության առաջնորդ է իսկ աշխարհին մեզի բարգեված ցավը դրդմությունը մահվան առաջնորդ է արդ դեսեք թե Աստուծո բաժարած ցավը փարացի դրդմությունը ինչպես անդարբերութեն է դուրս բերավ ցեզ եւ մղեց որ դուք ցեզ արդարացնեք անդարբերութեն դուրս կբերե մեզ Նույնիսկ եթե գարտանք Աստծո խոսքը կամ լսեք քարոզը կամ հոգևոր հայրը սիրելիներ, ցես Աստծո խոսքով ցավցնե, նպատակը ցավցնել չէ։ Ինչպես որ բժիշկը եւ որ Ադամնապուժիկ էր, դա գծավցնե, իր նպատակը ցավցնել չէ ցես, այլ փուժերը, թարախը հանել է, մաքրել է։ Այդպես ալ սիրելիներ, հոգևոր հոր խոսքը ցավցնել չէ, Աստծո խոսքը ցավցնել չէ, այլ Ցավի միջոցով ապաշխարության դանիլ է եւ ապաշխարության ջամփով փրկության հասնել է ուրեմն գսե Արաքյալը զայրացակ դակնաբեցակ անցկությամբ լեցվեցակ բայց հետո նախանցախնդրությամբ վարեցակ եւ սխալը մեջտեղեն վերցուցիկ եւ ամեն երբով ցույց տվիք թե դուք հանցանք չունիք այդ խնդրի մեջ ասիլներ դրտմելով Երբ խոստովանենք մեր մեղքերը, երբ ցավելով բոլոր նեղություններն անցնենք, այդ ժամանակ մեր թեմքին վրա ինչ կձակի ժպիտը, ուրախությունը։ Այդ ժամանակ հույսի ավետիստերով սիրելներ մեր երեսը կփայլի։ Այս է որ նարեգացին այստեղ գսե։ Արդ սիրելի ասկագիցներ, սիրելի հավատագից եղբայրներ եւ քույրեր Աստուծո դված դրդմությամբ դրդմողին դրդմած գրնանք ասել ոչ ինչու որովհետև անոր Աստուծո գոմե դրդցված է դրդմած է անոր կսպասե
ապաշխարություն եւ փրկություն։ Իսկ անոր դրտմած է աշխարհով, աշխարհին կողմը, ապա աշխարհին դրտմությունը ցավ ու մահ կպատճառի։ Սիրելիներ, երբ Աստված մեզ կցավցնե, կդրտմեցնե, ուրեմն կնշանակե, որ ապաշխարության մեջ է, ապաշխարության կհրավիրե եւ մաքրվելու ընթացքի մեջ ենք։ Եվ այնպիսին սիրտը լեցուն գլա ճշմարիտ ուրախությամբ։ Ինչպես որ երբ սիրելիներ ոսկին գուզենք փայլուն տեսնել, գրագեն պիտի անցնի, այդպես ալ երբեմն Աստված սիրելիներ նեղություններու մեջ գցկե մեզ, որբեսի մեր մեջի եսը գոդրե, մեղքը գոդրե եւ մեզ ավելի մաքուր դարձնե։ Հարցում, որ մեկը ավելի թանկ է, սուղ է, քինի իմաստով եւ արժեքի իմաստով։ Ցիտաբդուղը թե ոչ ցեթը, որ ցիտաբդուղեն դուրս կուկա։ Բնականաբար ցեթը, իսկ ցեթը սիրելներ ինչպես կպատրաստվի եւ որ ցիտաբդուղը ջզմվի։ Ցիտաբդուղը եթե ջզմվի, ավելի թանկ կդառնա, ցեթ կարտադրե։ Այդպես ալ երբ մենք ջզմվենք սիրելներ այս կյանքի մեջ, այս կյանքի նեղություններու մեջ, դիրոջ համար, դիրոջ անունին համար, այդ ժամանակ ավելի թանկ կդառնանք։ Այդ ժամանակ հոգևոր ուրախություն կմտնե մեր սրտի մեջ։ Ահա սիրելներ, մեծ բահոտ շրջանն աջիշտ այդ շրջանն է, որ մենք այս բոլոր անցկություններեն, դրդմություններեն անցնենք, բայց չխորդակվենք, այլ մաքրվենք, ոտքի կանգնենք եւ Քրիստոսով հավիտենական կյանքը ժառանգենք։ Ոն ուրեմն, եկեք սիրելներ, օգտագործենք այս կարաստորյա բայեցողության ժամանակաշրջանը, խոստովանենք մեր մեղքերը, խոնարեցնենք մեր սիրտը, մաքսավորին պես լանք, նույնիսկ եթե ահավոր մեղքեր կործած լանք, սակայն մաքսավորին պես մեր գուրծ կձեզենք ճշմարիտ խոստովանությամբ, ճշմարիտ զղջումով, ճշմարիտ ապաշխարությամբ։ Եթե մարդոց սիրտը ցավցած ենք, ներողություն խնդրենք, ադիգա ըստորնություն չէ։ Անիկա չգարձեք, որ ցես ավելի ստորատաս կնեն, թագարակը ցես ավելի կփարսացնե։ Եվ այդ ժամանակ սիրելիներ, այդ ժամանակ Աստուծո ողորմության գարժանանք։ Այդ ժամանակ դիրոջ խոսքը մեզի համար գսե, ճշմարիտ գսեմ, այս խոստովանող մարդը արդարացավ։ Փարիսեցիներու պես չլանք, գեղձավոր։ Մենք մեզ քովերքող, այլ մաքսավորին պես անցենից խոնարեցնենք, որովհետև ով որ խոնարեցնենք զինք պիտի փարսանա։ Աստված ցեզ արադաբես թողորտնե, բարի եւ օրհնյալ օրցեր բոլորին։